հուլիս լինի հետո։ Ու ինչ ժամկետների մասին է խոսքը, առաջիկա քանի տարվա մասին է խոսքը, պարոն Խաչատրյան, ինչ ներդրումներ եք սպասում, որտեղից եք սպասում եւ ինչ բյուջեով է արվելու։ Նույնիսկ եթե դու շատ երկար ճանապարհ ես անցնելու, առաջի քայլը պետք է ճիշտ ուղղությամբ լինի։ Ծրագիրը 5 տարվա համար է նախատեսված։ Ազդեցությունը շատ ավելի երկարաժամկետ է լինել։ Այո, բյուջեի վրա ծախսային մասով լինելու է նաև աճ։ Բայց եթե տնտեսությունը զարգացվի, այն ճանապարհով, որ մենք առաջարկում ենք, այդ դեպքում կլինեն նաև միջոցներ, որոնք ուղղված են լինելու խնդիրները լուծելու։ Թե սոցիալական բնագավառում, թե գյուղատնտեսության բնագավառում։ Եվ ծախսերի արդյունավետության բարձրացումն է այն։ Օրինակ, վերջերս 70 միլիոնի պարկ են ներգրավել, ջրամատակարարման համակարգը բարելու ավան, 20 միլիոնը գնում է ներդրումների, 50 միլիոնը անհասկանալի է, լավ, ջրամատակարարման ոլորտում գենդերային ներկայացվածության բարձրացման համար։ Կարծում եմ, մենք այդ հարցին մի քիչ աջակցում ենք։ Վստահ եմ այդ հարցին մի քիչ աջակցում ենք։ Պարոն Խաչատրյան, ինձ այս հարցը որպես գյուղատնտես է հետաքրքրում էլի, որովհետև մթերման խնդիր կար, անցյալ տարի հատկապես շատ լուրջ խնդրի առաջ կանգնեց Արարատյան դաշտարանում ծիրան արտադրող գյուղացին։ Ո՞նց եք այդ մեխանիզմը լուծման պատկերացնում մթերման։ Այդ խնդիրը հասկանալի է ինչի դա առաջացավ, որովհետև պետք է լավ էր եւ նաեւ արտահանման կապված խնդիրներ մենք ունեինք։ Երբ մենք ասում ենք մթերման արտահանման ներողություն եմ խնդրում, արտահանման շուկայի ընդլայնում, մենք նաև դա ենք նկատի ունենք, որ դու կախված չլինես մի շուկայից, մի ճանապարհից եւ մի արտարժույթի տատանումներից։ Եվ դրանից բացի լոգիստիկ կազմակերպությունները պետք է բաց լինեն, մենք նաև հակամենաշնորհային քաղաքականություն պետք է իրականացնենք։ Եվ դրանից բացի երբ ասում ենք մթերում, դեռ մյուս խնդիրներ կա, չէ՞, դու կարող ես արտահանել թարմ ծիրան եւ վերամշակված ծիրան։ Հիմա, եթե թարմի հետ կապած խնդիրը առաջ է մնում, պետք է դա փոխհատուցել վերամշակման կարողությունների զարգացման։ Փառք Աստծո, ծիրանի ջեմ ամբողջ ամեն տեղ են ուտում։ Այո։ Մինչև 10 աշխատող է, 24.4 միլիոն շրջանառություն է։ Ինչի համար է կարևոր։ Եթե մենք ունենանք նմանատիպ օրենք, ապա այն շեշտադրումները, որ աջակցություն առաջարկի փոքր ու միջին բիզնեսին, արդեն հստակ խաղիկավորները կսահմանվի ու դրան ուղղված։ Հաղթիկ չի, երբ որ 2000-ականների սկզբին փոքր ու միջին բիզնեսի համար ընդունվեց պարտեզված հարկատեսակը, դա եւս մեկ գործիք է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ տարիներին դարձավ ամբողջ աշխարհում top 10-ի մեջ դարձող երկրներից մեկը։ Ու երկրորդ մտահոգություն առաջարկեց հետևյալը կապված պետական պարտքի մասով։ Պետական պարտքի արտաքին ու ներքին պարտք հիմա արդեն գրեթե հավասարվել է։ Առաջ 70% էր արտաքին, 30%-ը ներքին։ Այդ ներքին պարտքի շեմը, որ բարձրացել է, դա մեծամասնությամբ բարձրացել է կառավարության կողմից պարտատոմսերի ձեռքբերումով, որը ձեռք են բերել պարտատի կենսաթոշակային հիմնադրամները։ Ու մտահոգությունը որն է, հիմա դուրս է գալիս, որ տարիների ընթացքում ֆիզիկական անձը կենսաթոշակային կուտակայինով գումարներ կուտակում պարտքով տալիս է պետությունը այդ 40%-ի շեմը եւս փորձենք օրենքով
սահմանը։ Շատ է, այստեղ 2-3 հարցի անդրադարձակ։ Առաջինը դուք երկու ասեցիք, երրորդ ես իմ կողմից ավելացնեմ։ Իհարկե սահմանումները շատ կարևոր է, չես կարող կառավարել մի բան, ինչը չես կարող չափել։ Եվ փոքր միջին մնացածը մեծեր, իհարկե պետք է սահմանումները վերանայվեն, որովհետև 500 հոգի միջին հասկանում եմ, չէ՞ որ Հայաստանում մի քանի տասնյակ կազմակերպություն կա, որոնք 500-ից ավել աշխատող ունեն։ Մի քանի բանկ, տելեկոմ, կոմունալ ծառայություններ եւ այլն։ Այո, սա պետք է իհարկե հստակեցվի։ Մյուսը նաեւ, որ ասի իմ կողմից եմ ավելացնում, դա նաեւ բարձր տեխնոլոգիաների սահմանումն է։ Երբ ասում ենք բարձր տեխնոլոգիաների 10% պետք է կազմեն, պետք է կարողանաս հասկանալ, չէ՞ ինչն է բարձր տեխնոլոգիաները։ Մյուս խնդիրը, որը դուք դրեցիք, դա ինչ ենք ասում, չէ՞, ասում ենք ֆինանսական հաստատությունները, բանկեր, ներդրումային կազմակերպություն, կենսաթոշակային ֆոնդը, իրանք իրական տնտեսությունից կտրված բազմաթիվ անգամներ ազգային ժողովում ասում են, որ այս ռեֆորմը պարտադիր, որի նկատմամբ մենք շատ լուրջ վերապահումներ ունենք եւ ունենք եւ Մինասյան արծիվն այդ հարցը համանդրական դատանում մեր ներկայացի չեղը։ Ինչ ունենք, այսինքն պետությունը մենք հարկ ենք տալիս, պետությունը այդ փողը պարտքով տալիս է կենսաթոշակային հիմնադրամներին։ Այսինքն ես ներողություն եմ, թե պարտքով տալիս է, այլ այդ պարտատոմսերն են իրանք գնում, այսինքն պետությանը մենք փող ենք տալի, պետությունը դա տալիս է հիմնադրամ այդ ֆոնդերին, հետո ֆոնդերից պարտքով այդ փողը վերցնում է։ Քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ փողերը գնան տնտեսության զարգացման, դա երկար փողերի արդյունք է։ Այսօր երկու կենսաթոշակային ֆոնդ ունենք, ամեն մեկը մի իրական ձեռնարկության մեջ է ներդրում արել։ Դուք այո, 3.7 միլիարդ դոլար ռեսուրս ունենք, որը չի օգտագործվում։ Հասկանում եք խնդիրն ինչու՞մ է գալիս, այսինքն այդ հարցը պետք է կարգավորվի։ Չի կարող գնա պարտատոմսերի մեջ եւ ավանդների մեջ, չէ՞։ Շնորհակալություն։ Կխնդրեմ նշեք ինչպես է ձեր առաջարկած ընտանիքի մոդելը օգնելու ապագա երիտասարդ ընտանիքներին։ Արդեն ներկայացրեցինք ընտանիքի աջակցության մի կոնկրետ օրինակ բերեցինք, երբ որ 3% եկամտահարկը յուրաքանչյուր երեխայի հաշվարկով նվազեցվում էր։ Նաև բնակարանային ապահովման ծրագրեր են առաջարկվում, այդ թվում նաև երիտասարդ ընտանիքների համար երկարաժամկետ եւ ապագային միտված, այսպես կոչված հարմարավետ հիպոթեկային փաթեթներ։ Ես կարծում եմ, որ այս գաղափարները եւ այս ծրագրերը, որոնք որ առաջարկվում են, շատ կարեւոր են նաեւ, որ խթան է հանդիսանալու երիտասարդ ընտանիքների ոչ միայն ընտանիք ձևավորելու եւ զավակներ ունենալու, նաեւ շարունակական իրենց կրթության, իրենց զբաղմունքի, իրենց եկամտաստեղծ նոր գործունեության մեջ առաջ գնալու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Լավ է։ Ներդրումային բազմամակարդակ ներդրումային ֆոնդի մասին որ խոսեց Արթուրը Խաչատրյան, ես էլ մի երկու դրվագ ավելացրեցի, չգիտեմ ժուրնալիստներից ով էր հարց տվեց, ես հրավիրում եմ ձեզ մեծ սիրով քննարկման եւ ներկայացման այն մոդելը, որը կոչվում է բազմամակարդակ ներդրումային հիմնադրամների մոդել, որտեղ ձևավորվում է սուվերեն ներդրումային ֆոնդը Հայաստանի, ձևավորվում է երկրորդ ֆոնդը, որը իջնելու ավելի ներքև եւ մասնագիտացված ֆոնդերը, որոնք ձևավորելու են նաեւ Հայաստանի տնտեսության ողջ պոտենցիալի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Վճարման միջոցները լինելու են ոչ միայն հանրային ծառայություններ մատուցող սուբյեկտները, մեր ընդերքը, ջրային ռեսուրսներն օգտագործողները, նաեւ ինչպես նշեցի, ինքը դառնալու է նաեւ համահայկական կապիտալի ներգրավման իրական հարթակ։ Բյուջեի մասով էլ խնդիր չունենաք։ Շատ արդյունավետ ոչ միայն ծախսվելու է, նաև ավելացվելու է, մեծացվելու է եւ մեր բոլոր այս ծրագրերը ապահովված են անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով։ Մեզ մնում է ընդամենը, որ մեր ժողովուրդը ձայն տա, իրար հետ կառուցենք սոցիալական վերածնվող սոցիալական Հայաստան, վերածնվող տնտեսություն, մնացած
Անուններն էլ առաջիկայում կներկայացնենք։ Սահմանադրական կարգի վերականգնումից սկսած ավարտված պետություն յուրաքանչյուր մարդու համար։ Այդ մարդը բնականաբար կլինի միասին։